Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից մի քիչ առաջ եմ եկել և ուզեցի մի բաժակ դառը կոֆե խմել։ Տուն գալիս էլ մրգեր էի առել, ամեն ինչից մի քիչ արդեն լվացել եմ ու մինչև իմ կոֆեն էստեղ կեփի։ Ահա, ես էլ մրգերը դասավորեմ թեթև ու իմ սիրելի վազայի մեջ։ 2 հատ թզի դեղց եմ գնել, 2 հատ էլ նեկտարին եմ գնել կարմիր թուշիկով ու ոնց որ թե այս անգամվա մրգերը կարմիրի մեջ է և մուգ կարմիր քաղցր գիլաս եմ գնել։ Ջրի կաթիլները սիրունացնում են ավելի և ճոխ են դարձնում, արտահայտելով մրգի թարմությունը։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա այն շրջանն է մրգերի, որ բոլոր մրգերը գրեթե թանկ են և ինչքան էլ որ թանկ է լինում, դե որ աչքներս տենում է, սիրտներս էլ ուզում է ու ամեն ինչից մի քիչ գնում ենք։ Այսպես, շատ գեղեցիկ փունջ ստացվեց, սա էլ մի կողմ, ահա խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, շատ գեղեցիկ է նայվում, այսպես, շուրջ բոլոր և տրամադրություն է բարձրացնում, այստեղ իմ կոֆեն արդեն եռում է, քանի որ հատկապես այս ջազվայի մեջ ավելի շուտ սկսում է եռալ, քան թե բարձրանալ։ Հիմա լցնեմ թշթշալով և համով բույրը տարածելով։ Ինչև որ իմ կոֆեն մի քիչ կհովանա, այստեղ ձեռքերս տողում եմ մի քիչ, երեկվա իմ ծանր աշխատանքից հետո, ինչպես տեսակ, ասեմ, որ դրանից հետո էլ մինչև մութն ընկնելը լավ գործ եմ արել, այդքան մասում լավ վառել եմ, մի ահագին տեղ մաքրվել է, սիրելի հետևորդներ ջան, ու որոշեցի մինչև մութ աշխատել։ Ճիշտ է, թե ինձ անձրևել եկավ, կտրվեց, էլի արել դուս եկավ, հետո էլի ամպեր հավաքվեց, այդ ձևի եղանակ էր ձեր հետ միանալուց հետո։ Նաև սիրելի հետևորդներ ջան, քանի որ երեկվա վլոգի վերջում մի թեթև նշեցի, որ հյուրեր ունեցա և ովքեր էին իմ հյուրերը, մեր տարածաշրջանի հեռուստաալիքներին հյուր անկյուն գումարած 3-ը շատերի ծանոթ, շատերի հայտնի, թե ինչ են ներկայացնում, ինչ բովանդակության վիդեոներ են ներկայացնում, ովքեր որ չգիտեն, ասեմ, որ անկյուն գումարած 3-ը մեր Ալավերդու համայնքի ալիքն է, գլխավոր ալիքն է և ներկայացնում է թե քաղաքականություն և թե շրջում են յուղերով և գտնում են գեղեցիկ վայրեր աշխատող մարդկանց և ձեզ են ներկայացնում։ Այս անգամ, սիրելի հետևորդներ ջան, իմ հյուրներին, թեպետև այն պահն էր, որ արդեն ես իմ տեսախցիկ անջատել էի ու հեռախոսը տուն էի բերել լիցքավորման դնելու և ես ոչ մի կադր չկարողացա ունենալ, բայց ոչինչ, ես ձեզ առաջարկում եմ դիտեք անկյուն գումարած 3-ը և այնտեղ ինձ կգտնեք իմ տված թողարկումը դուք կգտնեք, սիրելի հետևորդներ ջան, այդտեղ ինձ հարցեր էին հղում և որոշները պատասխանում էի, ինչքան որ կարողանում էի, անկեղծ լինեմ ու ասեմ, որ մի քիչ էլ շփոթված եմ այդ ընթացքում ներկայացրել, քանի որ ընդհանրապես նման դեպքերում այսքան էլ որ արդեն 1 տարի ավելավոր ես վլոգներ եմ վարում, ամեն դեպքում ինձ համար շատ դժվար եղավ, հատկապես այդ օրը ես նույնպես վլոգ էի ներկայացրել, շատ էի խոսել, շատ էի գործարել ու հոգնել, ամեն դեպքում տրամադրվեցի, կենտրոնությունս այդպես հավաքեցի և իրենց համար ևս օգտակար եղա և թողարկում տվեցի։ Այդպես միմյանց օգնելով իրենք հարցեր էին տալիս, ես էլ պատասխանում էի, ցույց են տալիս այդտեղ իմ կատարած աշխատանքները, թե ինչ գործեր եմ անում, ինչերի մեջ եմ, ինչով եմ զբաղված,
ու այդպես, եթե հետարքրի կդիտեք, արդեն կտեսնեք, թե ինչպես է ընթացել այդ ամենը, և սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ իսկապես ես ինչ-որտեղ մի փոքր դժվարանում էի, շատ էի կոմպլեքսավորվում, ինքս էլ չգիտեմ, թե ինչի, դե երևի դա բոլորիս հետ էլ կարող է այդպես պատահել, երբ որ պահի տակ լարվում ենք, կամ այդպես մի քիչ չգիտեմ դա ինչ անվանել, մի խոսքով ես համարում եմ, որ ստացվեց, կարողացա հաջողացնել և իրենց էլ օգտակար լինել, շատ հաճելի ժամանակ անցկացրինք, շատ զվարճացանք, այդպես կադրից դուրս նաև հյուրասիրություն և այլն, և հետարքիր ժամանակ ունեցանք, իրենց ժպիտով ընդունեցի և ժպիտով էլ ճանապարհեցի, սակայն հիմա այդպես սրտադրող սպասում եմ, թե իրենք երբ կտեղադրեն այդ հոլովակը, որպեսզի ես էլ տեսնեմ ու տեսնեմ, թե ինչպես է ստացվել իմ տված հաղորդաշարը։ Քանի որ սիրելի հետևորդներ ջան, իրենք իմ նման հեռախոսով չեն այդ ամենը կատարում, այլ ավելի բարձր տեխնոլոգիական գործիքներով են այդ նկարահանումները կատարում և ավելի լավ հոլովակներ են ստեղծում, դրա համար հույս ունեմ, որ ամեն բան բարեհաջող կլինի և մոնտաժային աշխատանքները շատ լավ կատարված կներկայացնեն ձեզ։ Ի սկզբանե իրենց խնդրել էի, որ հնարավորինս ինձ քիչ հարցեր տան և այնպիսի խորը անձնական հարցեր չտան ինձ, քանի որ նաև իմ վլոգների մեջ ես շատ խորը անձնական հարցեր չեմ շոշափում, սիրելի հետևորդներ ջան, դուք դա արդեն բոլորդ էլ գիտեք, դրա կարիքը չեմ համարում, որ ես տեսախցիկը վերցնեմ և խորը անձնական հարցեր քննարկեմ, այլ սիրում եմ ներկայացնել իմ առօրյան այնպիսին, ինչպես որ կա, իմ աշխատանքները, իմ արած գործերը, երբեմն էլ համավություններ եմ պատրաստում, մի խոսքով արդեն դե ինձ շատերդ լավ գիտեք, ամեն դեպքում որոշ հարցերի պատասխանել եմ և գոհացրել եմ իրենց, նաև պետք չէ խուսափել և որոշ հարցեր պատասխանել եմ գեղեցիկ ձևով։ Հույս ունեմ դուք ևս դիտելով կհավանեք այդ թողարկումը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ շտապողական եմ, նաև ուզում եմ սուրճս մի քիչ արագի մեջ վայելել և անցնել իմ գործերին։ Թեպետ է որոշել էի, որ այսօր էլի գնամ ու այդ ակացիները մաքրելով զբաղվեմ, բայց նաև ասեմ, որ դեռևս հավերի փակելու տեղը չենք պատրաստել, այդ մարդը չի եկել, միայն մի 10 րոպե առաջ զանգահարեց, որ մի քիչ հետո գալու է, բայց մինչև չգա, վստահ չեմ ասի, որ գալու է, չգիտեմ ինչպես կընթանա, և երբ որ կգա, շատ բարի այդ գործը կանեմ, քանի որ չի լինեն պես, որ ինքը այնտեղ աշխատի, ես էլ գնամ մի ուրիշ գործ անեմ ու նկարահանում կատարեմ, քանի որ այդ սետկայով, որ պիտի փակենք, նաև իմ օգնությունը պետք կգա, ինչ-որ մի բան պահելու, ինչ-որ մի գործիք մոտեցնելու, ուղղություն տալու, մի խոսքով, ես էլ կողքը կլինեմ և այդ ամենը միասին կկատարվի, սակայն չգիտեմ, արդյոք կարող եմ նման պահերին ես էլ նկարահանումներ կատարել, կխնդրեմ, որ ինքը չխուսափի կամ իր ձայնը լսվելուց կամ մի խոսքով ամեն մարդ իր կարծիքն ունի, մարդիկ կան, որ խուսափում են տեսախցիկից և նորից ուզում եմ ինձ իմ մասին ասել, ինձ համեմատել, օրինակ ես, որ 1 տարի ավել է վլոգներ եմ վարում, այսպես ներկայանում եմ, բայց երեք այդ նկարահանումների ժամանակ համ կոմպլեքսավորվում էի, ամաչում էի, լարվում էի այդպես և ինչ-որտեղ շատ դժվարությունով իմ կողմից այդ ամենը կատարվեց, այդպես ամեն դեպքում հաջողացրի, ինչևէ, դրա համար էլ նշում եմ, սիրելի հետևորդներ ջան, եթե այս իմ վլոգին չգիտեմ ինչպիսի շարունակություն կտամ,
Դրա համար էլ նշում եմ, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ, թե իմ այսօրվա վլոգը ինչպիսի շարունակություն կունենա եւ ինչպես կներկայացնեմ ձեզ։ Սիրում եմ, որ նախապես ամեն բան ասել, որ դուք էլ իմանաք, թե որը որից հետո է։ Այստեղ իմ սուրճը մի քանի կաթիլ թափվել է իմ խոսակցության ընթացքում եւ արդեն կամաց-կամաց սկսեմ իմ սուրճը վայելել։ Ահա, երբեմն էլ այսպես է պատահում անզգուշությունից եւ արդեն այստեղ կարող եմ մի հատ անձեռոցիկ դնել եւ ամբողջ սուրճը իրեն կքաշի, ահա, եւ ես էլ հեշտ կվայելեմ, հենց այսպես, ահա։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, ամեն անընդհատ դեպի դուրս եմ նայում, որ տեսնեմ գալու է, գալու չի, որ հասցնեմ այս ընթացքում նաև ձեր հետ զրուցել եւ հաճելի անցկացնել այս մի քանի րոպեն, սիրելի հետևորդներ ջան։ Ուզում եմ այս ընթացքում մի փոքր խոսել այդ նկարահանումների ընթացքից, ասեմ, որ այդ ընթացքում անձրևը սկսվեց, նույնիսկ անձրևի տակ ենք նկարահանումներ կատարել եւ ամեն ինչն էլ ներկայացրել են, զարմացել են իմ կատարած աշխատանքների վրա, թե ինչպես եմ ես մենակովս այդքան բանը կարողանում կատարել, թե այգին, թե մաքրությունը, թե ասենք մեղուներ պահելը, հավեր պահելը, թուղթը, ինկուբատորը, մի խոսքով ներկայացրել են մասնիկ առ մասնիկ այն ամենից, ինչ որ դուք շատ լավ գիտեք, թե ես ինչ աշխատանքների մեջ եմ, շատ էին հիացել, նաև զարմացել եւ անընդհատ նշում էին, որ հիացած են իմ կատարած աշխատանքով եւ ընդհանրապես իրենք էլ ոգեշնչվում են հանդիպելով նման մարդկանց, ոգեշնչվում են նման աշխատանքներ տեսնելով եւ իրենց նկարահանումների նպատակն էլ հենց դա է, որ գյուղական կյանքը ներկայացնեն, թե մարդիկ ինչպես են աշխատում, լինի կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարիքով, եւ այդպես կարելի ասել զրույցների բանահավաքի ձևով իրենք այդ ոճն ունեն, իրենց ալիքը այդ ոճն ունի, սիրելի հետևորդներ ջան։ Այդպես, ես հիմա սրտի թրթիրով սպասում եմ, թե ես էլ երբ պիտի տեսնեմ, քանի որ դեռևս չեն տեղադրել իրենց ալիքում, երեկ ասեցին, որ այսօր երեկոյան 7-ից հետո կլինի, եւ դեռ այդ ժամերը չէ, անհամբեր սպասում եմ, հույս ունեմ, որ դիտումները լավը կլինեն եւ լավ արձագանք կունենա, հավանություն կունենա, նաեւ այդտեղ առաջարկեցին, որ իմ ալիքը կարող են գովազդել, որպեսզի ինձ նոր բաժանորդներ ավելանան, նոր դիտումներ ունենամ եւ իմ ալիքն էլ տարածում գտնի, քանի որ իրենք այդպիսի երկար տարիների փորձ ունենալով հանդերձ շատ բարձր հավանություն տվեցին թե իմ կատարած գործերին եւ թե այդ ամենի հետ զուգահեռաբար իմ վլոգներ վարելու գործողությանը շատ բարձր հավանության արժանացրին, գովեստի խոսքեր ասեցին եւ ես ինձ շատ շոյված զգացի, սիրելի հետևորդներ ջան։ Դուք էլ եթե դեռևս չեք հասցրել բաժանորդագրվել իմ ալիքին, սակայն դիտում եք հիացմունքով, ապա չմոռանաք բաժանորդագրվել սեղմելով պատպիսացա կոճակը եւ իհարկե հավանել սեղմելով լայք կոճակին եւ գեղեցիկ եւ հաճելի գրառումներ թողնել ինձ համար, որպեսզի ես էլ ավելի տրամադրվեմ եւ կարողանամ էլ ավելի լավը ներկայացնել ձեզ, դարձնելով ձեր օրը թեթև ու հանգիստ։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա սուրճս վայելեմ եւ անցնեմ առաջ, տեսնեմ ինչպես է ընթանում եւ նախապատրաստություններ տեսնեմ, գործիքները բերեմ վերև, որպեսզի այդ մարդը որ պահին որ գա, անմիջապես այդ գործին անցնեն, իսկ եթե չգա, արդեն ես նորից կգնամ եւ այդ ակացիները վառելու գործը կշարունակեմ, նաեւ պիտի հագուստս փոխեմ, որպեսզի թե մյուս գործս եւ թե մյուս գործը կատարելիս իմ աշխատանքային հագուստը
չվնասեն որևէ մի կողմ շարժումներից։ Սիրելի հետևորդներ ջան, եկել եմ իմ բաղչեն աշխատելու և մեր մոտ հով ու զով ամառային երեկո է սկսվել։ Օդը հրաշալի բուրում է, հատկապես անձրևից հետո օդը շատ է մաքրվում։ Հեռուներում էլ ամբը գոռում ու գոռգոռում է, բայց ոնց որ թե քամին մեր մոտից փախցրել է։ Այսօր էլ էլի շատ այդ թոփերը կրակեցին ու երևի ցրել է այդ ամենը։ Հիմա անցնեմ աշխատելու, բայց մինչև որ կաշխատեմ, ուզում եմ ցույց տալ իմ սև հաղարջի բերքը, ինչքան որ մնացել է ու նաև թութը։ Այս էլ իմ սև հաղարջի բերքը, սիրելի հետևորդներ ջան, որ գնալով խոշորանում է ու փայլփլում է։ Մեկ-մեկ այստեղ այնտեղ արդեն մքվել է, հասունացել է, ահա։ Սրա կրկնակի բերքը կար, սիրելի հետևորդներ ջան, կրկնակի բառից բուն իմաստով։ Այստեղ արդեն այն ճյուղն է, որը վնասվել է կարկուտից և չորացել։ Այս կողմը դեռ չեմ մշակել ու պիտի սա էլ մաքրեմ։ Մի հատ էլ այս կողմը կա, որ բերքը վրան այդպես չորացել է։ Այս թուփը շատ նուրբ է ու մի փոքր ջարդվածից արդեն ինքը չորանում է։ Բայց ուզում եմ սիրուն տեղերը ցույց տալ, որպեսզի մեր տրամադրությունը բարձրանա և գոհանանք Աստծուց այս եղածն էլ պահպանելուց։ Ահա։ Այսպես լավ թուփ է արդեն, մեծացել է։ Սիրելի հետևորդներ ջան, այս էլ իմ թթենին է և դե գիտեք, որ Սիման էլ միշտ ինձ հետապնդում է ու այստեղ խաղեր է տալի։ Չգիտեմ թութը ուտում է թե չէ, բայց հաստատ գիտեմ վարունգը ուտում է։ Ընդհանրապես փիսոները, բանջարեղեն, մրգեր շատ են սիրում։ Ահա, մի քիչ հեռու եմ կանգնել, որ չփախչի ու դուք էլ վայելեք այս հետարքիր պահերը, որ որոշակի երևում է տերևների արանքից։ Սիմիչկա, թրջկոտում է, իրան շատ լավ ազգում, հիանալի լավ ազգում։ Սիմուլյա, թութ ես ուտում, Սիմա։ Իդեպ ասեմ, որ այսօր մի պահ տեսա, որ հավերս, այ նրանք լավ ուտում են, լավ էր շուտ տեսա, թե չէ, շատ հնարավոր է, որ ամբողջն ուտեին։ Էլի մի լավից վատից մենք էլ համը կտենանք, էլի, արդեն խոշորանում է։ Սա ավելի խոշոր տեսակն է, բայց չգիտեմ, թե նոր կխոշորացնի, բայց մանր է այս տարի։ Էլի նույն ձևով, սիրելի հետևորդներ ջան, սրա կրկնակի բերքը կար ու երևի դրա համար էլ մի քիչ մանր է գցել։ Ահա, անձրևի կաթիլները խփում մենակ թե անձրևը չխանգարի։ Ու ես էլ կարենամ իմ գործն անեմ։ Այ հիմա արդեն կարող եմ աշխատանքս սկսել Սիմայով հիանալուց, թթով և հաղարջի պտուղներով հիանալուց հետո։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ոչ մի գործ էլ չկարողացի անեմ, քանի որ չգիտեմ որտի այս անձրևը վրա կալավ։ Բայց թե հույս ունեմ, որ կկտրվի, հետո կարամ էլի ինչ-որ մի գործ առաջ տանել այսօր իմ բաղչում։ Այ սենց ստացվեց այս պահը։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, անձրևը մի քիչ կտրվել է, հիմա էլ բարդ շաղ է գալի, բայց ուզեցի անպայման իմ վլոգի ավարտը, իմ շնորհակալությունս հայտնել բոլորիդ, քանի որ այս անձրև գալու ընթացքում, որտենց մի անգամից վարարը սկսվեց, նաև տեղադրել էին իմ տված ռեպորտաժը, որը արդեն շատ-շատերը դիտել եք, եկել եմ շնորհակալություններս հայտնել բոլորիդ, ջերմ խոսքերի համար,
Եվ դրանով ինձ ոգեշնչել եք իհարկե, սիրելի հետևորդներ ջան, նաև ուզում եմ ասել, որ այդտեղ իմ ազգանունը սխալ են հնչեցրել, երևի շփոթվել են, դե բոլորիս հետ էլ դա կարող է պատահել, մեկ էլ այդտեղ անուններն են տեղերը տարբեր ասել, քանի որ գիտեմ, որ նման աշխատանքը շատ ծանրաբեռնվածություն է, ես ինքս էլ արդեն 1 տարի ավել է այս ոլորտում եմ ու արդեն գիտեմ, որ այդ աշխատանքները շատ լարված աշխատանք է ու երբեմն նաև շփոթվում ենք, ես ինքս էլ եմ շատ շփոթվել, բայց քանի որ իմ մոտ է եղել իմ շփոթությունը, ես անմիջապես ուղղել եմ, բայց քանի որ իրենք գնացին եւ արդեն իմ ազգանունը այդտեղ սխալ էին հնչեցրել, դե ոչինչ, բայց դուք գիտեք, որ իմ ազգանունը դա չէ, շատ-շատերը գիտեք իմ Facebook-յան էջից, սիրելի հետևորդներ ջան, իմ ազգանունը Միրզոյանն է, ես Անուշ Միրզոյանն եմ, ապրում եմ Շնորհ գյուղում, այստեղ ծնվել, այստեղ մեծացել եմ։ Սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք անձրևը գնալով, նորից թեկուզ եւ բարակ, բայց բարարում է, ես էլ սղոցը ձեռքս էի վերցրել, որ գոնե մի փոքր էլի աշխատեմ եւ ասեմ, որ երեք արդեն այնքան էի աշխատացրել, որ այստեղ գրպանումս է դեռևս իմ այս ակումուլյատորը, որ պիտի սա ամրացնեմ, որ կարողանամ սրան աշխատացնեմ, եւ արդեն լիցքավորումը լավ ստացել է, երեք այնքան աշխատեցի, որ ամբողջ լիցքավորումը վերջացել էր, բայց քանի որ էլի անձրևը սկսեց, գոնե մի 2 շև չեմ կարող կտրեմ էլի, այստեղ ուզում եմ շատ արագ ձևով մաքրել, գեղեցկացնել իմ տան 4 կողմը, սիրելի հետևորդներ ջան, այսքանով ավարտեմ իմ այսօրվա վիդեովլոգը եւ նորից գնամ դիտեմ իմ տված ռեպորտաժը, նաեւ ուզում եմ ավելացնել այդ թեմայով խոսքը, սիրելի հետևորդներ ջան, այդտեղ ես ներկայացել եմ ամբողջությամբ իրենց ֆորմատին համապատասխան, ավելի խորը գյուղական ակցենտով, ավելի խորը բարբառային բառեր եմ օգտագործել, նաև երբ որ ես խնդրեցի, որ գնամ տուն, հագուստս փոխեմ, մազերս հարդարեմ, իրենք ասեցին, որ իրենց ֆորմատին ես շատ համապատասխան եմ հենց այդպես, եւ թեկուզ եւ մի փոքր այդպես հոգու խորքում մի քիչ տատանվելով, բայց ես էլ ուզեցի, որ դե որ այդպես է, իրենց ֆորմատով ներկայացա, եւ չգիտեմ, արդեն մի փոքր էլ ինձ ոգևորված եմ զգում, քանի որ ձեր ջերմ տողերով ինձ շատ եք ոգևորել եւ անչափ շնորհակալություն նորից ու նորից։ Առայժմ սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք, առողջ եղեք եւ միշտ ուրախ սրտով եղեք։